պարոն Հովհաննիսյան, մենք այս համակարգը ներդնելուց մի հիմնական նպատակ ունենք, որպեսզի պրոֆիլավորենք մեր քաղաքացիներին, լավ ճանաչենք իրենց, ապագայում այդ մեր լավ ճանաչածը թիրախային օգտագործելու նպատակով։ Հիմա մենք այսօր այս որոշումով բազմաթիվ բացառություններ ենք սահմանում, թե ինչ կարող է չհայտարարագրվել, հա, կամ ինչ շեմերով եւ այլն։ Արդյոք սա այդ ճանաչման գործընթացը չի թուլացնում մեր կողմից, հարց համար 1, եւ ըստ էության չի դառնում այս համակարգը միայն մեզ արդեն հասանելի ինֆորմացիաների պարզապես մի հավաքատեղի, որը մենք այս կամ այն կերպով գիտենք, բայց հավաքում ենք միտեղ եւ քաղաքացին ըստ էության ավել կամ քաղաքացի ճնշող մեծամասնությունը ավել բան չի փոխելու այն ի սկզբանե հայտարարագրված, ի սկզբանե լրացված տվյալների մեջ, եւ եթե այդպես է, ինքը ամբողջությամբ կարա ավտոմատացվի եւ որևէ գործողություն քաղաքացին չանի։ Եվ երկրորդը մեր սովորական աշխատող այն մեծամասնության համար ըստ էության բացի աշխատավարձից եւ այն վճարներից, որ մենք խոսում էինք, այլ ինչն է, որ իրենք պետք է ինքնուրույն ավելացնեն դրա մեջ, կարող ենք թվել, որ մի քիչ ավելի հասկանալի լինի։ Շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, համաձայն եմ ձեր դիտարկման հետ եւ ես իմ խոսքում նաեւ նշեցի, որ այո, որոշակիորեն մենք այդ մեր նպատակից հետ քայլ ենք անում նրա համար, որպեսզի մեր քաղաքացիների համար ավելորդ բարդություններ եւ հաշվառման հետ կապված խնդիրներ չստեղծենք այս փուլում, որովհետեւ ինձ թվում է այս փուլում մեր հիմնական նպատակը կլինի համակարգի ամբողջական ներդրումը, դա մեր կյանքի մաս ոնց որ դարձնելը հեշտությամբ, որպեսզի ինքը ավելորդ բարդություններ չստեղծի, որպեսզի մեր քաղաքացիները ստիպված չլինեն ամեն մի դրամը, որը իրենք ստանում են կամ տալիս են իրենց ծանոթ բարեկամներին, հաշվառեն, որ հետո հայտարարագրեն այդպիսի իդեալական հաշվառում ունենալու տեսանկյունից, հետևաբար նաև սահմանել ենք այս 1 միլիոն դրամ շեմը,